Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, իսկ դրա տակ ստորագրողները ինչի են սպասում Երևանն ու Բաքուն խաղաղության ճանապարհին։ Փորձենք բարդ բանակցությունների մասին պատմել պարզ բառերով։ Հայաստանի վարչապետն ու թիմակիցները հայտարարում են. «Տեղ ու ժամ ասեք, գանք ստորագրենք»։ Ադրբեջանի նախագահն ու իր թիմակիցներն էլ ասում. «Նախ փոխեք ձեր սահմանադրությունը, թող լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ թող գնան սահմանից դիտորդները եվրոպական»։ Սրանք նախապայմաններ են, ասում է պաշտոնական Երևանը։ Բաքուն էլ թե ինչ նախապայմաններ, 2.5 տարի է սա ենք բանակցում։ Իրականում ԵԱՀԿ-ի լուծարմանը Հայաստանի իշխանությունն էլ է կողմ։ Սահմանադրության հարցում ասում են, դա մեր ներքին գործն է, բայց արդեն պարզ է, որ մեր ներքին գործը 2027-ին հանրաքվեով կարող է փոխվել։ Իսկ դիտորդների հարցում Երևանից հայտարարում են, դուրս կգան, երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Ինչ է ստացվում։ Կա 17 կետանոց համաձայնեցված մի փաստաթուղթ, որը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդը չի տեսել, լսել է միայն պատառիկներ։ Հայտնի է նաեւ, որ դրանով ոչ գերիների հարցն է լուծվում, ոչ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի, ոչ էլ Հայաստանի ապաշրջափակման։ Երևանն ասում է, մի թղթով 30 տարում կուտակված խնդիրները չենք կարող լուծել։ Եկեք գոնե եղածը, համաձայնեցվածը ստորագրենք։ Բաքուն անգամ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հորդորներից հետո տեղի չի տալիս։ Ալիևն էլ իրավիճակը իր ոճով է համեմում, ամեն առիթով հայ ժողովրդին թշնամի ու ֆաշիստ է կոչում։ Սեղանին դրված խաղաղության պայմանագրի ֆոնին Բաքուն այս ամիս ավելի քան 10 անգամ մեղադրեց Երևանին հրադադարը խախտելու համար։ Երևանը հերքեց։ Մարտի վերջին շաբաթն արդեն սահմանամերձ Սյունիքի գյուղերից բնակիչները սկսեցին հաղորդել սահմանի այն կողմից հնչող կրակոցների մասին։ 30 տարվա արյունոտ հակամարտությունից, խաղաղություն բանակցելուց ու տեքստ համաձայնեցնելուց հետո անգամ տարածաշրջանում խաղաղությունը դեռ մշուշոտ է թվում։